Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է արմատական ֆաշիստական խմբավորումների 16 անդամի, այդ թվում 10 անչափահասի։ Հետաքննչյան տվյալներով նրանք առանձնապես դաժանորեն բռնություն են գործադրել տարբեր տարիքի անձանց նկատմամբ։ Գործակալությունը նաև հրապարակել է տեսանյութեր, կադրերում երևում են բռնություն և նվաստացուցիչ գործողություններ։ Վիզաների մշակման կասեցումը վերաբերում է ներգաղթային վիզաներին և չի տարածվում այլ նպատակներով տված վիզաների վրա։ Սա արտաքին գործերի նախարարության Ամերիկայի դեսպանի պաշտոնակատարի պարզաբանումն է։ Գործակալությունում կողմերի միջև հանդիպում է տեղի ունեցել, նախարարության տվյալներով հունվարի 15-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ ամերիկյան կողմը փոխնախարարին մանրամասն տեղեկություն է տրամադրել պետդեպարտամենտի կողմից որոշակի կատեգորիաների վիզաների տրամադրումը ժամանակավորապես կասեցնելու որոշման մասին։ Հարցը վերաբերում է աշխարհի ավելի քան 70 երկրի, այդ թվում Վրաստանի քաղաքացիների համար վիզաների մշակման կասեցմանը, որը վերաբերում է ներգաղթային վիզաներին։ Նույն հանդիպման շրջանակներում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, նշվում է արտաքին գործերի նախարարության տարածած տեղեկատվության մեջ։ Վրացական երազանքը պատասխան է պահանջում BBC-ից, պաշտոնապես ուղարկած բողոքը քաղաքական գնահատականների թեմա է։ Այն վերաբերում է BBC-ի ֆիլմին, որտեղ քննարկվում է Վրաստանում քիմիական զենքի կիրառումը։ Վրացական երազանքի տվյալներով բողոքում նշվում է, որ վրացական երազանքի դեմ տարածված ստերը նպատակ ունեն հարձակվել վրացական պետության վրա։ Կառավարության թիմը հույս է հայտնում, որ BBC-ն կընդունի իր սխալը և ներողություն կխնդրի Վրաստանի կառավարությունից։ Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է զենքի գերակայունության ինդեքսը։ Վրաստանը առաջին տեղում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։ Փաստաթուղթը պատրաստվել է Համաշխարհային արդարադատության նախագծի կողմից։ Սառցադաշտերը մեր երկրի ամենակարևոր բնական ռեսուրսներից մեկն են, սակայն գլոբալ կլիմայի փոփոխության համատեքստում սառցադաշտերը նույնպես ենթարկվում են բնական աղետների, որոնց մասին շովի ողբերգությունը մի քանի տարի առաջ ցավալիորեն հիշեցրեց մեզանից յուրաքանչյուրին, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շվեյցարական Geotest ընկերության փորձագետ Դանիել Դոբլերի հետ հանդիպման ժամանակ սառցադաշտերի հովիտների ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ։ Geotest ընկերության փորձագետը, որի հետ 2024 թվականին կնքվել է համաձայնագիր սառցադաշտային հովիտներում բնական աղետների ուսումնասիրության վերաբերյալ, այսօր վարչապետին է ներկայացրել ուսումնասիրության արդյունքները։ Միացյալ Նահանգները Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը նվիրաբերել է 234,150 ԱՄՆ դոլարի չափով հրշեջ և կապի սարքավորումներ։ Վերոնշյալը տեղի կունենա երկրի միջև երկկողմ համագործակցության շրջանակներում։ Ներքին գործերի փոխնախարար և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավարը հանդիպում են ունեցել ԱՄՆ-ի ռազմական խմբի պատվիրակության և ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատարի հետ։ Պատվիրակության անդամները այցելել են նաև արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի շենք և ծանոթացել կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններին։ Ադրբեջանական «Սոկար» ընկերությունը սկսել է Վրաստանով գազ մատակարարել Ավստրիային և Գերմանիային։ Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ սրանով նրա աշխարհագրությունը Եվրոպայում ընդլայնվում է և գնորդ երկրների թվում հասնում է 16-րդ տեղում։ Խողովակաշարի միջոցով եվրոպա-ադրբեջանական գազի մատակարարումները սկսվել է 2020 թվականի դեկտեմբերի 31-ին։ 2025 թվականին Վրաստան զբոսաշրջիկների այցելությունների ռեկորդային թիվ է գրանցվել և հասել է պատմական առավելագույնի 5,521,866 այցելություն։ Ազգային զբոսաշրջության վարչությունը հայտնում է, որ աճը 8,4%-ով ավել է 2024 թվականի համեմատ։ Վրաստանի տեխնիկական համալսարանը նշում է 104-ամյակը։ Համալսարանում բացվել է վրացի գիտնականի Գյորգի Նիկոլաձեի հուշարձանը։ Հոբելյանական միջոցառումները շարունակվել են հանդիսավոր նիստով։ Վերջում հյուրերը շրջել են նորաբաց լաբորատորիայում և ծանոթացել համալսարանի նորագույն գիտական ենթակառուցվածքներին։